4-րդ տեղում է 35 միավոր ունի Նոան եւ 1 միավորը հետ տարբերություն կա աշտանային հատվածում է ստացել Ուկրաինայի մինչև 19 տարեկանների հավաքական Յանո Ահուանգբոն, որը ի տարբերություն Աղասարյանի տեսնում ենք կազմերը, որ գլխավոր ռմբարկում 16 գոլով խաղը սկսված է եւ գնդակով նախորդ խաղում էր Բոնդեն նոմինալ աճ պաշտպան է, բայց այս դիրքում էլ գործում է Կոնգոլո եւ չկարողացավ հիմա դաշտը Գանձասարը Ջավադ իրանցի հարցակվողը փոխանցում է ձախ Դիլան է Կոնգոլո հետ է ուղարկում գնդակը կրկին Ահուանգբո եւ բարձր է հարվածում Ուրարտուի դեմ Ալեվ Արտեմի Գունկո եւ գնդակը դիպ կրկին է Կոնգոլո շարժում է առաջ եւ լավ անցում էր հարված Լուկան է փոխանցումը կատարում եւ գոլ Նորից Մարգարյանն է գնդակի մոտ Ժիրայր Մարգարյան փոխանցում եւ Ղազարյանն էր ուզում հարվածել այնտեղ խանգարեցին իրար թիմակիցները Վելոսա Բրունո Միշել հարված դարպասած զողը փրկում է քրքիր գրով է կազմակերպել հիմա Գանձասարը Ջավադ Նարեկ Ալավերդյան նկատում է Ավետիսյանին շատ լավ փոխանցում էր, բայց պատվական Ավետիսյանը վրիպեց հիմա հեռանկարային գրոհեր, իսկ հիմա Ուրարտուն է հակագրոհում Բրունո Միշել եւ Մեսա Բրունո Միշել գոլ Տանգավորը հիմա Վելոսա շում էր Փիլոյանից Բրատկով նա էլ հասցրագնում է գնդակը Բրունո Միշելին Լուկան եւ Կանդան նրա դիմաց են Միշելը ցանկանում էր Հիմա նորից Բրունո Միշել Չան կրկին նա է Գնդակը խլում Գունկո Միշել հարմարեցնում է գնդակը ձախ ոտքին բայց վերջո հետ է փոխանցում Մկրտչյանը կարող է խփել նաեւ ավելին ու հիմա էլ կարող է խփել Միշել եւ չի հասնում 3 գոլից բացի եւս 2 շանս ունեցավ եւ այսպես առաջին խաղակեսն ավարտված է Ուրարտու Գանձասար 3-1 Մտմիջումից հետո կենտրոնում այսօր գործում է Բերտրան Մանի փոխարենը սկսված է երկրորդ խաղակեսը եւ Ուրարտուն Ալավերդյան փոխանցում եւ Լիզալդան հարվածում է Ջավադը եւս այլևս խաղադաշտում չէ ու Նարեկ Ալավերդյան Լուկա Ռոդրիգես գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյան, Բրունո Միշել, ինչ անցում էր, Միշել փոխանցում է եւ հասցնում այդքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում առաջնությունում եւ ահա փոխանցման մտավ սա շատ լավ փոխանցում էր Լիզալդա Արտուն անթերի պարզապես Մարգարյան Միշել Էրիկ Փիլոյան հասավ գնդակին փոխանցում է Կալուկյանին եւ Օբոնդեն Բոլոր հնարավոր փոփոխությունները կատարեց Կարեն Բարսեղյանը Բրունո Միշել Խաչատրյան Ահուանգբո լավ փոխանցում էր Լևոն Պետրոսյան հասավ գնդակին փոխանցում եւ Միշիեն Կարեն Մելքոնյանն է աչքի եզրում հետ է փոխանցում Փիլոյան Պոլյակով Միրզոյան Եվ Վելոսա Միգել Մարգարյանը կարծես չէր սպասում այս փոխանցմանը Լիզալդա եւ Հյունային Գանձասարից փոխանցում Էմանուել Լիզալդա Պոլյարուս Կրկին Միրզոյան Լյովե եւ Լոբուսով մոտակայքում է Նոան 35 միավորով եւ Ալաշկերտը 32 միավորով Ահուանգբո եւ միանում գրոհին Լևոն Պետրոսյան արված անդրադարձ եւ գնդակը Նոբրեգային դիպավ եւ գոլ Բացվում է Պոլյարուսը ստանում է գնդակը ուկրաինացի կիսապաշտպանը
Պոլիարուս հետ փոխանցում Միրզոյան, Լյով է, Միրզոյան, նորից Լյով է, Ալեքս Լյով է, Միրզոյանն է գալիս և գրավում դարպասը, բայց սխախտում էր տեղի ունեցել։ Գնդակը Կարեն Մելքոնյան, գնդակը բաժին հասավ հենց նրան, Պոլյակով և մի փոքր շեղապս 2026 թվականին։ Վերջ հանդիպումն ավարտված է Ուրարտուն վստահ խաղով հաղթեց 4-2 հաշվով